Ուկրաինայի կառավարությունը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանից ապրանքների ներմուծման արգելքը։ Այս մասին հայտարարվել է Ուկրաինայի կաբինետի կայքում հրապարակված երկու հրամանագրերում։ Մի փաստաթղթի համաձայն որոշակի ռուսական ապրանքների ներմուծման արգելքը երկարաձգվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Երկրորդ բանաձևով նույն ժամանակահատվածով երկարաձգվում են Ռուսաստանից ներմուծվող ապրանքների վրա դրված մաքսատուրքերը։ Հրամանագրերն արգելում են Ռուսաստանից Ուկրաինա մսի, ձկան սուրճի, թեյ, շոկոլադի եւ այլ հրոշակեղենի ներմուծումը։ Ավելին, արգելվում է հանրապետություն մուտք գործել արդյունաբերական ապրանքների մի շարք տեսակներ, պարարտանյութեր, տրանսպորտային միջոցներ, կենդանիների կերեր եւ այլ ապրանքներ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա այցելությունից, եթե դրա անհրաժեշտությունը չկա։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Մենք խստորեն կոչ ենք անում մեր երկրի քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա այցելությունից, եթե դա բացարձակ անհրաժեշտություն չէ։ Համապատասխան առաջարկությունները հրապարակվել են նախարարության եւ նրա արտասահմանյան առաքելությունների պաշտոնական կայքերում։ Հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։ Նրա խոսքով սա կարող է օգտակար լինել նաև Գերմանիա գործուղման մեկնած լրագրողների համար, քանի որ կան խնդիրներ։ Ըստ հունական մամուլի, Հունաստանի, Կիպրոսի եւ Իսրայելի հարաբերությունները բարձրացվում են նոր ռազմավարական մակարդակի։ Նիկոսիայում կողմերի միջև ստորագրվել է համատեղ գործողության ծրագիր եւ Աթենք-Երուսաղեմ համագործակցության ծրագիր։ Թուրքական աղբյուրն այդ համաձայնագիրը որակել է որպես Թուրքիայի դեմ ռազմավարական համաձայնագիր։ 2026 թվականի ռազմական նոր համագործակցության ծրագիրը ներառում է հակաօդային պաշտպանության սարքեր, էլեկտրոնային պատերազմ, համատեղ վարժանքներ եւ հրթիռային նորագույն համակարգեր։ Այդ համաձայնագրից հետո ակնկալվում է, որ տվյալ երկրները կստանան լիակատար գերիշխանություն եւ վաղ նախազգուշացման առավելություն Եվրոս գետից մինչեւ Մերձավոր Արևելք ձգվող տարածաշրջանում։ Բացի այդ, իսրայելական ռազմական ինքնաթիռները կմասնակցեն Հունաստանում կանալիք միջազգային օդային զորավարժություններին։ Հունաստանը նաեւ նախատեսում է մասնակցել Իսրայելի գլխավորված Նոբլ Դինա 2026 զորավարժություններին ֆրեգատներով, սուզանավերով եւ կործանիչներով։ Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հայտնի է, որ տարիների ընթացքում մեծ գործեր է արել Ադրբեջանի քաղաքացիների, նրանց բարեկեցության եւ անվտանգության համար, ցուցաբերելով վճռականություն եւ արժանապատվություն ամենադժվարին իրավիճակներում եւ կատարել եք ձեր առջեւ դրված խնդիրները, գրել է Կադիրովը։ Չեչնիայի ղեկավարը նաեւ նշել է, որ Ալիևի փորձը կօգնի իրականացնել բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են ադրբեջանցի ժողովրդի բարօրությանը։ Սիրիայի բնակչության 2/3-ը ավելի քան 16 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի, հաղորդում է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը։ Սիրիայի մարդասիրական կարիքները շարունակում են մնալ չափազանց բարձր։ 16.5 միլիոն մարդ կամ բնակչության գրեթե 2/3-ը դեռևս օգնության կարիք ունի, ասվում է հայտարարության մեջ։ Կրթության վերաբերյալ 2.5 միլիոն երեխա դեռևս դպրոց չի հաճախում եւ դպրոցների 40%-ը չի գործում, հայտնել է գերատեսչությունը։ Այն նշել է, որ Սիրիայում պայթուցիկ նյութերի բարձր մակարդակը նույնպես լուրջ սպառնալիք է մնում բնակչության համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բոլոր դիվանագիտական ջանքերին չնայած խաղաղության ուղղությամբ արագ առաջընթացը դեռևս դժվար է եւ 2026 թվականը հավանաբար կլինի մարտերի տարի։ Նման կարծիք է հայտնել գերմանական Bild թերթի ռազմական մեկնաբան Ջուլիան Ռյոպկեն։ Նրա խոսքով Դոնբասի շրջանը 2026 թվականին կմնա ռուսական բանակի հիմնական ուշադրության կենտրոնում։ Նա կանխատեսում է, որ ռուսական զորքերը կհարվածեն ուկրաինական զինված ուժերի պակաս պաշտպանված տարածքներին։ Հրատարակությունը կանխատեսում է, որ Զապորոժիեի եւ Դնեպրոպետրովսկի մարզերի հարավային շրջաններում ռուսական բանակը կարող է հարձակվել փոքր քաղաքների վրա, մինչդեռ Զապորոժիեի եւ Պավլոգրադի նման խոշոր քաղաքները կարող են մեկ տարվա ընթացքում մոտենալ անօդաչու թռչող սարքերի եւ հրետանու հասանելիությանը։ Միևնույն ժամանակ Մոսկվան կշարունակի ճնշում գործադրել Խարկովի եւ Սումիի մարզերի սահմանային տարածքների վրա, ընդլայնելով բուֆերային գոտին, նշել է պարբերականը։ Նիգերը հակադարձել է, արգելելով ԱՄՆ քաղաքացիների համար վիզաների տրամադրումը, հաղորդում է նիգերական
AMP լրատվական գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ Նիգերը լիովին եւ մշտապես արգելում են վիզաների տրամադրումը ԱՄՆ բոլոր քաղաքացիների համար եւ անորոշ ժամանակով արգելում է ԱՄՆ քաղաքացիների մուտքը իր տարածք։ Գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքերը։ Նշվում է, որ արգելքը սահմանվել է Վաշինգտոնի կողմից Նիգերը այն երկրների ցանկում ներառելու որոշմանն ի պատասխան, որոնց քաղաքացիների երկրի մուտք գործելու վիզա չի տրամադրվի։ Տարիներ շարունակ ձևավորված հուսալի եւ բազմակողմանի խոսք, անվերապահ վստահություն եւ կայուն լսարան։ Մեդիա ոլորտում կարևոր ճանապարհ անցած International Media Holding-ը, որի մաս են կազմում Եվրոմեդիա 24, միջազգային հեռուստաընկերությունն ու լուրերկոմ լրատվական կայքը, տոնեց իր ծնունդը, մեկ հարկի տակ հավաքելով հայ ժողովրդի արժանի անհատների։ Միջոցառումը նշանավորվեց կարևոր պահով։ Այդ օրը մրցանակներ հանձնվեցին արվեստի, առողջապահության, իրավունքների պաշտպանության, տնտեսագիտության, մանկավարժության եւ այլ տարբեր ոլորտներում նշանակալի ավանդ ու բացառիկ ձեռքբերումներ ունեցող հայտնի անձանց, որոնց գործունեությունը տարիների ընթացքում թողել է տեսանելի ու ազդեցիկ հետք։ Մրցանակները հանձնեց International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը։ Մարդուն պայքարը ոչ միայն գործողություններով է բնութագրվում, այլև իր կամային համառությամբ, հավատով եւ սկզբունքներով։ Նրա ընտանիքը հայրենի հողին շատ բան է տվել՝ արվեստ, մտածողություն, ձև եւ մշակույթ, բայց որ ամենակարևորն է տվել իր հայրենիքի հող ու լեռի պահապաններ Արցախյան ազատամարտի տարիներին Դավիթ Ամալյանի դեմքով, իսկ ավելի ուշ որդու պատերազմում նահատակված հերոս Վարդան Ամալյանի դեմքով։ Մեր խոնարհումը Վարդան Ամալյանի եւ հայրենիքի համար ընկած բոլոր հերոսների շիրիմներին։ Համեցեք, պարոն Ամալյան, ստանալու ձեր մրցանակը։ Պայքարի էտալոն։ Սիրելի հայր, մենք ցավոք այսօր ունենք արձակուրդ գնացած պետություն եւ քանի որ պետությունը դեռ այդ վիճակում է, մենք բոլորս անկախ մասնագիտություններից բոլորս մարտական ընկերներ ենք։ Երեք այդ մարտական ընկեր լինելու բացահայտ օրերից մեկն էր։ Ուզում եմ ծափահարենք երեկվա օրվան։ Եվ շնորհակալություն հայտնելով Եվրոմեդիա 24-ին համակարգող մեդիադաշտին, ուզում եմ բոլորիս մաղթել եկող տարի պետությունը արձակուրդից վերադառնա եւ մենք բոլորս զբաղվենք մեր գործերով, իսկ մարտական գործերով զբաղվի միայն բանակը եւ հաղթական բանակը այս անգամ։ Աստված առաջ։ Բարձր ծափահարություններով հիմա ելույթ կունենա Դավիթ Ամալյանը։ Շնորհակալ եմ ես մարդկանցից, տնից, տեղից, ընտանիքից։ Շնորհակալ եմ ինձ կյանք տված իմ հարազատ ծնողներից, շնորհակալ եմ արյունակից, քույրերից ու եղբայրներից, շնորհակալ եմ իմ տղերքից, իրենց, մորից ու իմ կեսից, բարեկամից, հարազատից եւ վերջապես հարևանից, շնորհակալ եմ ինձ ապրեցնող անածական ընկերներից, շնորհակալ եմ հաց ու ջրից, հող ու քարից, ծիլ ծաղկունքից, գարնան փթթուն ծով կանաչից, աշնան գունեղ խարդավանքից, ձմռան ջերմակ արծաթ փայլից, ամռան ջերմ ու շիտակ խաղից։ Շնորհակալ եմ սիրով լեցուն, գիշերվա խոր լռությունից եւ ցերեկվա ոչինչ չասող, բայց գործնական բթությունից։ Շնորհակալ եմ ես ամենից, ես ամենը հորինողից, ապրել կոչվող փուչ ներկայից, փուչն էլ սիրով,
լցնող կյանքից։ Շնորհակալ եմ, սիրելի հայր, Աստված առաջ, լավ ալիներ ամեն ինչ, ինդեղեք։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Պաշտպանության նախարարության N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը նույն զորամասի պահեստապետի հետ նախնական համաձայնությամբ իշխանական եւ ծառայողական լիազորություններն օգտագործելով խմբով կատարել են խոշոր չափերի դիզելային վառելիքի հափշտակություն։ Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը 700 լիտր դիզելային վառելիքի ավելցուկը չի մուտքագրել պահեստ, այլ այն վաճառելու եւ գնորդ գտնելու նպատակով դիմել է նույն զորամասի դասակի հրամանատարին, որից հետո նշված վառելիքը գնորդի ավտոմեքենայով դուրս է բերվել զորամասից ու վաճառվել, իսկ գումարը բաժանվել է նշված անձանց միջև։ Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ դրանից հետո նույն ավտոմեքենայով փորձել են զորամասից դուրս բերել եւս 2 տոննա դիզելային վառելիք դարձյալ վաճառելու նպատակով, սակայն խմբի անդամները հանցավոր արարքը չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ պահեստապետը ձերբակալվել եւ տեղափոխվել է հակակոռուպցիոն կոմիտե։ Հափշտակության եւ դրա փորձի համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ երկրորդ կետերով եւ 44-256-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին, երկրորդ եւ երրորդ կետերով մեղադրանքներ են ներկայացվել զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալին եւ պահեստապետին։ Մեղադրանքներ են ներկայացվել նաեւ դասակի հրամանատարին եւ վառելիքի գնորդին։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Բաքվի դատարանում վերջին խոսքով հանդես են եկել ապօրինաբար գերեվարված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներ Լևոն Մնացականյանը, Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը։ Նրանք չեն ընդունել իրենց վերագրվող եւ ոչ մի մեղադրանք։ Հայաստանի կառավարության այսօրվա նիստում որոշվել է 1 տարով երկարաձգել ԼՂ-ից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության ու այլ ծախսերը հոգալու նպատակով եւ բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրերը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ առաջին ծրագրից օգտվում է Արցախից բռնի տեղահանված ավելի քան 44000, իսկ երկրորդով 6000-ից ավելի քաղաքացի։ Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք գյուղատնտեսական ապրանքատեսակների արտահանման նկատմամբ սահմանվել է ժամանակավոր 6 ամսյա արգելք։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Ժամանակավոր արգելքը կկիրառվի ցորենի, մեսլինի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանման նկատմամբ։ Նշվում է, որ այս ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 6-ից։ Բացահայտվել է նոր զանգերի կենտրոն, հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված $80,000 գումար։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա 2025 թվականի դեկտեմբերի 12-ին հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու եւ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանցավոր կազմակերպության կողմից տիրապետվող կազմակերպության կարիքների համար ծառայող զանգերի կենտրոնում, ինչպես նաև այդ կազմակերպությունում գործունեություն ծավալած անձանցից մեկի բնակարանում ԱԱԾ-ն Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավել է առերևույթ հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 80,000 ԱՄՆ գերազանցող գումար, ոսկյա զարդեր, համակարգիչներ, տվյալների կրիչներ, աշխատանքային բջջային հեռախոսներ, տեսախցիկների հատվածները, տեխնիկական
տեխնիկական միջամտությամբ փակված վիճակում, բազմաթիվ վիրտուալ հեռախոսահամարների ցանկեր, զանգերի սցենարներ, զոհերի հետ իրականացված տարբեր մեսենջերային նամակագրություններ, ինչպես նաև զոհերի անձնագրերի լուսանկարներ եւ անձնական տվյալներ։ Արգրավել են հափշտակությունների չափերի վերաբերյալ կազմված թվային հաշվետվություններ, կազմակերպության անդամների դերաբաշխման աղյուսակներ, ինչպես նաև հարյուրավոր կրիպտոդրամապանակների գաղտնաբառեր, հաշիվներ եւ փոխանցումների մանրամասներ։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է հանցավոր կազմակերպության ղեկավարների եւ անդամների ինքնությունը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Կառավարությունը Հայաստանի Հանրապետության տարածքից Սիգի ծկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Սիգի ծկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման եւ կենսաբազմազանության պահպանության պահանջից։ Սևանա լճում Սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է Սիգի կայուն կենսազանգված, ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում Սիգի արդյունագործական որսի իրականացում։ Սակայն վերջին տարիների Սիգի կենսազանգվածի աճի տենդենսը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում։ Միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող Սիգի ծկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, ինչպես նաև մարդածին մեծ բացասական ազդեցության ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքի հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող ձկնատեսակի պահպանությունը եւ բնականոն վերարտադրությունը ապահովելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից Սիգի ծկնկիթի արտահանման արգելք։ Ուկրաինական ճգնաժամի լուծման թարմացման խաղաղության ծրագիրը միայն ընդգծում է կողմերի միջև եղած տարաձայնությունները, ինչը բանակցություններում արագ առաջընթացը անհավանական է դարձնում, գրում է բրիտանական The Times թերթը։ Սա տարածքային հարցը լուծելու մինչ օրս ձեռնարկված ամենավճռական փորձն է, որը բազմիցս խափանել է խաղաղության բանակցությունները։ Այն ցույց է տալիս Կիևի պատրաստակամությունը փոխզիջման գնալու, սակայն ծրագիրը նաև ընդգծում է, թե որքան հեռու են երկու կողմերը միմյանցից, գրել է թերթը։ The Times-ը նշում է, որ ապառազմականացված գոտի ստեղծելու նոր ծրագիրը կպահանջի զորքերի դուրսբերում ինչպես Ուկրաինայից, այնպես էլ Ռուսաստանից, սակայն Կրեմլը բազմիցս հստակեցրել է, որ կհամաձայնվի միայն Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողությանը։ ԱՄՆ պատերազմի նախարարության զեկույցները միտումնավոր խեղաթյուրում են Չինաստանի պաշտպանական ռազմավարությունը եւ օգտագործվում են որպես գործիք Չինաստանի երրորդ երկրների հետ հարաբերություններում տարաձայնություններ հրահրելու համար։ Այս մասին ըստ ՏԱՍՍ-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցյանը։ Այս ամերիկյան զեկույցը խեղաթյուրում է Չինաստանի պաշտպանական քաղաքականությունը եւ տարաձայնություններ է հրահրում այլ երկրների հետ հարաբերություններում, ասել է դիվանագետ։ Նա հավելել է, որ Պենտագոնի զեկույցները նաև պատրվակներ են տալիս ամերիկյան ռազմական գերիշխանությունը պահպանելու համար։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական մեդիա հարթակում Սուրբ Ծննդյան գրառման մեջ մաղթել է, որ Բուդապեշտի խաղաղության հանդեպ նվիրվածությունը ոգեշնչի Եվրոպային հետևել ճիշտ ուղուն։ Քրիստոսի ծնունդը նշելիս մենք հիշում ենք, որ հավատքը, հույսը եւ խաղաղությունը մեր քաղաքականության հիմքերն են։ Այս Սուրբ Ծննդյանը այս անհանգիստ աշխարհում թող Հունգարիայի խաղաղության հանդեպ նվիրվածությունը ոգեշնչի Եվրոպային հետևել ճիշտ ուղուն, գրել է Օրբանը։ Մագյար Նեմզեթին վերջերս տված հարցազրույցում Օրբանը հայտարարել է, որ Արևմտյան Եվրոպան կործանվել է 3 մեղքերի պատճառով, այն է՝ խոշոր բիզնեսի շահերը, ժողովրդի շահերից վերդասելը, անվերահսկելի միգրացիան եւ երեխաների վերադաստիարակությունը սեռի եւ արթնացման գաղափարախոսության ոգով։ Նա վստահեցրել է, որ Հունգարիան այսօր մերժում է բոլոր 3 մեղքերը եւ որ այսօր սա ազգային ինքնիշխանության էությունն է։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու խաղաղության ծրագիրը պետք է բաղկացած լինի ընդամենը մեկ կետից, խնդրանք չվերցնել իրեն հանձնվելուց հետո։ Այս կարծիքը Tsargrad.tv-ին հայտնել է քաղաքական մեկնաբան Անդրեյ Պինչուկը։ Սա նաև տրամաբանական հարց է առաջացնում, հետո ինչ կլինի։ Եթե Ռուսաստանը չստորագրի այս խելագար ծրագիրը, ապա ինչ կարող է լինել։ Ուկրաինան պաշտոնապես պատերազմ է հայտարարում Ռուսաստանին, ամբողջներով շարժվում է դեպի Մոսկվա, ասել է փորձագետը։ Զելենսկու ծրագրի կետերը հնչեցվում են հարձակվող կողմի տեսանկյունից, այն կողմի, որը կարող է սպառնալիք ներկայացնել իրենից, տարակուսանքով հավելել է նա։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Էնը հայտարարել է, որ միջուկային շարժիչով Սուզանավի կառուցման Կորեայի Հանրապետության նախաձեռնությունը կհանգեցնի անկայունության կորեական թերակղզում, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Պետական գործերի նախագահը նշել է, որ աշխարհում տիրող անկայուն իրավիճակը, ինչը ընդգծում է ԿԺԴՀ-ի ճիշտ ընտրությունը, ամրապնդելու իր պաշտպանունակությունը։ Կիմ Չեն Էնը նշել է, որ Կորեայի Հանրապետության միջուկային Սուզանավի մշակման ծրագիրը, որը վերջերս համաձայնեցվել է Վաշինգտոնի հետ Սեուլի խնդրանքով, կհանգեցնի կորեական թերակղզում հետագա անկայունության եւ որ մենք այս քայլը համարում ենք վիրավորական, որը լրջորեն խախտում է մեր պետության անվտանգությունն ու ծովային ինքնիշխանությունը եւ անվտանգության սպառնալիք է, որին պետք է արձագանքել։ Գործակալությունը մեջբերում է ԿԺԴՀ-ի առաջնորդի խոսքերը։ Կիմ Չեն Էնը ժամանել է Հյուսիսային Կորեայի միջուկային Սուզանավի շինհրապարակը ստուգելու։ Հնդկաստանի խոշորագույն նավթավերամշակող Reliance Industries Ltd-ն վերսկսել է ռուսական նավթի գնումները Գուջարաթում գտնվող իր նավթավերամշակման գործարանի համար, հաղորդում է Bloomberg-ը հղում անելով աղբյուրներին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունը ռուսական նավթ է գնում զեղչով այն մատակարարներից, որոնք պատժամիջոցների չեն ենթարկվում։ Reliance-ը վերարձակել է Aframax տանկերներ ռուս էքսպորտից եւ նավթ է մատակարարում իր նավթավերամշակման գործարան, որի ներքին շուկայի համար օրական 660,000 բարել հզորություն կա։ Հնդկաստանի պաշտոնյաները կարծում են, որ մատակարարումները կարող են մասամբ փոխհատուցել ռուսական նավթի ներմուծման կտրուկ անկումը, որը կարող է ավելի քան կիսով չափ կրճատվել 2025 թվականի դեկտեմբերին։ ՆԱՏՕ-ի Ռուսաստանի հետ պատերազմի արտակարգ իրավիճակների ծրագրերը չեն դիմանում քննությանը, քանի որ դաշինքի կառավարությունները չեն ձեռնարկում իրական քայլեր դաշինքի պաշտպանական կարողությունները ամրապնդելու համար, հաղորդում է CNN-ը։ Կա ծրագիր եւ այն ունի թվեր, սակայն կառավարությունները չեն ձեռնարկում անհրաժեշտ քայլերը այն իրականացնելու համար։ Մենք դեռևս պլանավորում ենք հիմնվելով մի բանի վրա, որը գոյություն չունի, նշել է Թագավորական Միացյալ Ծառայությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեք Ուոթլինգը։ Նա ընդգծել է, որ դաշինքի պաշտպանությունը ներկայումս հիմնված չէ իրականության վրա եւ քաղաքական գործիչներն այժմ չեն կարողանում ընդունել առկա ռեսուրսները եւ պլանավորել պաշտպանությունը, հիմնվելով դրանց վրա։ Կրեմլը կարող է մերժել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից հայտարարված 20 կետանոց խաղաղության ծրագիրը, հաղորդում է The New York Times-ը։ Գաղափարը պարզ է՝ ներկայացնել այն ամերիկացիներին որպես փոխզիջում, ապա մեղադրել Ռուսաստանին իր ձախողման համար։ Հրապարակման հեղինակներին ասել է միջազգային հարաբերությունների վերլուծաբան Ալեքսեյ Նաումովը։ Մեկ այլ ռուս վերլուծաբան Գեորգի Բովտը մեկնաբանել է Կիևի ցանկությունը կառավարել Զապորոժիեի ատոմակայանը Միացյալ Նահանգների հետ համատեղ առանց Ռուսաստանի մասնակցության, նշելով, որ առաջարկվող խաղաղության ծրագիրը չի զիջի տարածքային կամ Զապորոժիեի ատոմակայանը։ Հեղինակները ընդգծում են, որ Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ մերժել խաղաղության ծրագիրը, քանի որ նրա տնտեսությունը մինչ օրս դիմացել է հակամարտությանը, եւ Ռուսաստանի զինված ուժեր նորեկների անընդհատ հոսքը շարունակում է ծածկել ճակատում կորուստները։ Դեմոկրատ սենատորները կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չեղարկել արտասահմանում դիվանագիտական առաքելությունների մոտ 30 ղեկավարների հետ կանչը, հաղորդում է Reuters-ը։ Օրենսդիրները զգուշացրել են նախագահին, որ այս քայլը ստեղծում է վտանգավոր ղեկավարության վակուում, որը թույլ կտա Ռուսաստանին եւ Չինաստանին ընդլայնել իրենց ազդեցությունը։ Ներկայումս ավելի քան 100 ամերիկյան դեսպանատներ, որոնք ղեկավարներ չունեն, սպասում են ԱՄՆ նոր դեսպանի նշանակմանը։ Մինչև նոր դիվանագետների ընտրությունը Չինաստանը, Ռուսաստանը եւ այլ երկրներ կանոնավոր կապ կպահպանեն օտարերկրյա առաջնորդների հետ, որոնց Միացյալ Նահանգները արդյունավետորեն կհրաժարվեն թույլ տալով երկրի հակառակորդներին ընդլայնել իրենց ազդեցությունը եւ սահմանափակել, եթե ոչ վնասել ամերիկյան պետության շահերը, նշվում է դեմոկրատների նամակում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ցույց տալու համար, որ Հայաստանը դրական է գնահատում տեղի ունեցող գործընթացները։ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ալիևին շնորհակալություն է հայտնում, որովհետև 3 կարևոր արգելք է հանվել։ Տեղի ունեցել ցորենի ներկրման արգելքի վերացում։ Ընդ որում սկզբից Ղազախստանի համար, հետո Ռուսաստանի համար։ Այսինքն այս երկու բանը տեղի ունեցել։ Հետո տեղի ունեցել հաջորդ բանը։ Արձանագրվել է, որ Հայաստանից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղի գնալու սահմանափակում չկա։
ես ասում եմ հարց կարա հնչի, բան ինչի չեն գնում երկաթուղիները, որովհետև իմ ընկալմամբ մենք մեր մտածողության եւ գործունեության մասշտաբը մի ֆուրի տրամաբանությամբ աշխատում, որովհետև գնացք բեռնելը եւ որևէ ուղղությամբ ուղարկելը այդ որոշակի բարդություն է, պետք է այդքան ապրանք կոնսոլիդացնել միտեղ միանգամից, որովհետև գնացքը չի կարող դատարկ գնալ։ Երրորդ բանն է տեղ ունեցել։ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նավթամթեր կվաճառել Հայաստանի գործարարներին։ Եվ այդ պատրաստակամությունը արտահայտվել է, այդ գնացքը եկել է եւ հայտնվել է շուկայում։ Եվ մենք կարծում եմ տարօրինակ կլինի, եթե մենք մեր վերաբերմունքը չարտահայտենք։ Եվ ես այո, արտահայտում եմ այդ վերաբերմունքը եւ կարծում եմ ճիշտ եմ անում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որ եկեղեցում է պատրաստվում Կիրակի օրը մասնակցել պատարագի։ Այս Կիրակի պատարագի կմասնակցեմ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Հայտարարել է Փաշինյանը, նշելով, որ այդ մասին հավելյալ հայտարարություն կանի։ Խոսակցություններ էին պտտվում, որ Փաշինյանն այս Կիրակի պատրաստվում է Մայրաթոռում մասնակցել պատարագի։ Եվս մեկ բարեփոխում պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին։ Այս մասին ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Այսօր կառավարությունը հավանություն է տվել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։ Օրենքի նախագծով առաջարկվում է Պաշտպան հայրենաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարել ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով, պայմանով որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։ Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ավարտած եւ համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին ատեստավորված համարել ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով։ Նշված վերջին երկու դեպքերում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։ Պաշտպան հայրենաց ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքած զինծառայողների համար եւս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվով վճար ստանալու հնարավորություն։ 2 տարվա դեպքում 1.5 միլիոն, իսկ 5 տարվա դեպքում 5 միլիոն դրամ։ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը եւս ընդգրկվել է ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում։ Նախորդին Հովակիմյանը մասնակցել է ՔՊ վարչության նիստին, ներկայացրել իր ծրագիրը падգամավոր դառնալու հետ կապված եւ վարչության դրական եզրակացությամբ ընդգրկվել է ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը որևէ նշան չի տեսնում, որ միջուկային տերությունները պատրաստվում են վերսկսել միջուկային փորձարկումները։ ՌԻԱ Նովոսիին տրված հարցազրույցում հայտարարել է AMG-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Ես տեսնում եմ, որ մեծ տերությունների առաջնորդները ժամանակ առ ժամանակ փոխանակվում են հայտարարություններով։ Որոշները արձագանք են ուրիշի հայտարարություններին, մյուսները ավելի ինքնաբուխ։ Բայց մենք որպես կանոն նայում ենք փաստերին։ Եվ միջուկային փորձարկումների տեսանկյունից մենք այս պահին նման բան չենք տեսնում, ասել է Գրոսին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 30-ին հայտարարեց, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումները անցկացնել հավասար հիմունքներով այն երկրների հետ, որոնք ենթադրաբար ունեն միջուկային զենքի ծրագրեր։ Եղանակը առաջիկա օրերին։ Դեկտեմբերի 26-ին 27-ի գիշերը, 29-ից 3-ն առանձին շրջաններում, 27-ի կեսօրից հետո 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ 27-ին լեռնային եւ նախալեռնային գոտում, 28-ին ողջ հանրապետությունում ձյան տեսքով։ Քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, դեկտեմբերի 27-ին 29-ից 30-ն առանձին վայրերում սպասվում է քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-ից 30-ն աստիճանաբար կնվազի 5-ից 7 աստիճանով։